Շնորհակալ եմ։ Նարեկ Կիրակոսյան Factor TV, պարոն Կարապետյան, միջև հարց տալը մի բան հստակեցնեմ, Anitex ընկերությունը ձեզ է պատկանում։ Anitex ընկերությունը Նազարյան ընտանիքի դաշիր ընկերությունների խմբի համատեղ ներդրման արդյունք է։ Պարզապես տեսեք, ռեգիստրում, պետռեգիստրում Anitex-ը նշված է Natcom Limited ընկերությունում սեփականատեր որպես, որը օֆշորում է, գրանցված է Կիպրոսում եւ ռեգիստրում իրական շահառուներ ներկայացված են Վայե Հովակիմյանը 40% եւ ձեր նշած Նազարյան ընտանիքից 30% անձին, այս ինչ կապ ունեն Կարապետյանների հետ, եթե սա ձեր ընկերությունն է, ձեր ընկերությունների խումբը ունի անհատներ, ովքեր process-ի մեջ են։ Նազարյան ընտանիքն էլ դուք ներկայացրեցի։ Ես հաստատում եմ Տաշիր ընկերությունների խմբի ակտիվներից։ Եվ ինչու է սա Կիպրոսի ռեզիդենտ, որ Հայաստանում քիչ հարկ վճարեք։ Հարկը, շահութահարկը Կիպրոսի ռեզիդենտի կամ ուրիշ ռեզիդենտի պարագայում չի նվազում, այդպիսի խնդիր չկա։ Նաև հիմնական հարցը միջազգային ներդրումների մեջ օտարերկրյա ընկերությունով ներդրում անելու, դա շատ դեպքերում պաշտպանվածությունն է ներդրումների։ Օրինակ, որ մի օր մի գործիչ չզարթնի ու չորոշի ունեզրկել մեծ հիմնարկի սեփականատիրոջը։ Աշխարհում ընդունված փորձ է այն երկրներում, որոնք չեն հարգում սեփականության իրավունքը, ներդրում է կատարվում միջազգային ընկերությունների կողմից, որպեսզի միջազգային օրենքները պաշտպանեն։ Եվ քանի որ սրանք ճշտող հարցեր էին, մեկ այլ քաղաքական հարց, կուսակցության նախագահ պարոն Սամվել Կարապետյանը պետք է հայտարարագիր ներկայացնի, որտեղ որպես կուսակցության նախագահ նման պարտավորություն ունի, մեկ անգամ արդեն նշված ժամկետը նա բաց է թողել եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ծանուցում է ուղարկել, որ պարոն Կարապետյանը 30-օրյա ժամկետում հայտարարագիր ներկայացնի, այլապես նախ վարչական, հետո քրեական պատասխանատվության է ենթարկվելու։ Ինչու պարոն Կարապետյանը չի լրացնում, ինչու է խախտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, քանի որ մի քանի օր է մնացել վերջնաժամկետին ԿԿ-ի սահմանած։ Պարոն Վարդևանյանը երևի պատասխանի այդ հարցին ավելի մասնագիտորեն, ուղղակի մենք պետք է հիշենք, թե ում մասին է խոսքը եւ ինչ կապիտալի եւ հնարավորությունների մարդու մասին է խոսքը, հնարավոր է բարդությունները մի քիչ ավելի բարդ է հայտարարագիրը կազմելը, քան այլ դեպքերում պարոն Վարդևանյանը կպատասխանի ավելի շատ այդ հարցին։ Այսինքն շատ է չի հասցնում լրացնել, թե ավելի շատ երևի պարոն Վարդևանյանը պատասխանի, որպեսզի մակերեսային չլինի իմ պատասխանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ստեղծել է 280,000 աշխատատեղ։ Դուք ունեք հաշվարկ, այդ 280,000-ից քանի հազարն եք դուք ստեղծել։ Շատ լավ։ Տեսեք, նրանք մեկ հայտարարում են, որ 300,000 աշխատատեղ ստեղծելը անհնար է, մեկ հայտարարում են, որ ստեղծել են 280,000 աշխատատեղ։ Կարան կողմնորոշվեն մի հատ։ Հիմա անհնար է, թե իրենք ստեղծել են։ Մյուս հարցը կարող եմ ասել, որ Հայաստանում վերջի 5 տարում ամենաշատ աշխատատեղ ստեղծած ամենամեծ գործատուն է Տաշիր ընկերությունների խումբը։ Թվով, կոնկրետ թվով, թվերի փոփոխականության առումով այս պայն չեմ ուզենա ասեմ, բայց մենք ժամանակ առ ժամանակ ներկայացնում ենք թվականակը եւ վճարված հարկերը հայտարարում է մեր ընկերությունը, կարող եք տեղեկանալ, բայց ամենամեծ ներդրողն է, ամենամեծ գործատուն է, իսկ Փաշինյանի կառավարության ասած թիվը, որ ինքը ստեղծել է 280,000 աշխատատեղ եւ դրանից հետո ասում է, որ 300,000 աշխատատեղը անհնար է ստեղծել, իրար հակասում են։ Նա ինքն է ապացուցում, որ 300,000 աշխատատեղ ստեղծել իրապես հնարավոր է, հեշտ ինչի առումով, ոչ թե հեշտ է, այլ կա պահանջ, բարդ է, դժվար է, բայց կա պահանջ, քանի որ մենք իրական զբաղվածության թիվը եթե նայում ենք, 500-ից 600,000 մարդ դուրս է զբաղվածության ցիկլից։ Թել մենք գիտենք, որ Ռուսաստանում հայ գործարարների ապրանքների նկատմամբ արդեն սանկցիաներ են կիրառվում եւ փաստորեն Փաշինյանը չհերքեց, որ Զելենսկին կարող է գալ Հայաստան, այդ ֆոնին նաեւ ենթադրվում է, որ սանկցիաները ավելի մեծ դեմք կստանան Ռուսաստանում։ Հիմա Զելենսկու այցի օգուտներն ու վնասները որոնք է լինելու Հայաստանի համար։ Կարծում եմ տնտեսական այդ գործընկերոջ հետ
կբարդացնի հարաբերությունները հակառակորդ երկրի ղեկավարի Հայաստան այցելությունը ու այդքան սրված հարաբերությունները հաշվի առած այսօրվա կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի իր բոլոր աշխարհաքաղաքական եւ միջազգային վիրաժների համար, որովհետեւ ամեն քայլ կարող է բերել հետևանք։ Մենք հուսով ենք, որ այդ հետևանքը չի լինելու մեր տնտեսության համար վատ, բայց պետք է ուշադիր գործել, պետք է չստեղծել նոր ճգնաժամեր, խույս տալ նոր ճգնաժամերից։ Բայց վտանգ կա, չի կարելի այս պահին սրել իրավիճակը, մանավանդ վերջին իրենց կողմից նշված արդյունավետ բանակցություններից հետո իր եւ հյուսիսային գոլեգայի։ Շնորհակալություն, Վահե Մակարյան։ Ես քո տեղը ասիչ